Կալվածներին արդեն ձպովից դուրս են բերել։ Բայց այստեղ չեն տեղեկություն չունեք։ Ես տեղեկություն չունեմ, որովհետև դուռը փակ է։ Մեզ ոչ մեկ չի ընդունում։ Այսինքն պետք է դուռը բաց լինի, մենք ներս բարձրանանք քննիչի մոտ։ Փաստաբաններն եք, ինչ հիմքով չեն թույլատրում։ Դուռը չեն բացում, հələ։ Հա, это опять, это вот это. Չէր կարող։ Դա վերցրու մոտդ, որ բերես, հետո։ Ժամը 11-ի համար եկել ենք մասնակցության Անկեղծ ասած առաջին անգամ եմ տեսնում, որպեսզի քննչականի դռները փակ են ու փաստաբանները ընդհանրապես չկարողանան ներս մտնել։ Դուռը ծեծում ես ժալյուզ կարող ես տեղափոխել են այս քննչականը գոյություն չունի։ Արձանագրենք, որ մենք ինչ-որ մեկի տուն չենք գնում, էլի։ Մենք ոչ մեկի տուն չենք գնում, մենք եկել ենք քննչական բաժին, պետական հիմնարկ, անձինք, պաշտոնատար անձինք, ովքեր sense մեր բոլորիս հարկերի հաշվին աշխատում են։ Ներողություն, երեխու զարկել են բնակարանը եւ այնտեղ քննիչներն ասում են, որ ոչինչ չեն գտել։ Առավոտը մեղադրանք է առաջադրվում, այդ ոնց է։ Ուրեմն ոչինչ չեն գտել, ոչինչ չեն կարող գտնել, ուզում է քննեն 1 ամիս, ուզում է քննեն 10 տարի։ Այն ամեն ինչը ինչ որ նշված էր այդ որոշման մեջ, միանշանակ գործի նյութերում դրանք հիմնավորող տվյալներ, նյութեր, առավելապես ապացույցներ չկան եւ չեն կարող լինել։ Սա գիտեք ոնց, ուղղակի ոնց որ ինչ որ մեկը նստի երևակայական, այ մի հատ շարադրություն գրենք։ Ամառային արձակուրդները ինչպես անցկացրեցիր ու դու ուզենաս տենց գրես։ Դրա մասին է ընդամենը։ Այսինքն որևէ տվյալ, որը որ նշված էր այդ որոշման մեջ, հաստատված չէ եւ չի կարող հաստատվել։ Ներողություն, դուք ետնամուտքից մտաք քննչական կոմիտեը, ձեզ դուրս հանել։ Չէ, մենք եկել ենք, քննչական sense են մտնում։ Հա, գալիս ես մտնում ես կողքը հերթապահ։ Ո՞ւս սպասում։ Ես կխնդրեմ մի հատ այս նկարը, որ դեռևս չի տեղափոխվել, էլի, քննչական վարչություն փաստորեն սա է։ Ես մտածեցի կարող է արդեն փակել են։ Դուք ես տպավորությունն որ գնացում հարևանի տուն, ինձ այնտեղ չեն սպասում, էլի։ Սովորաբար չեմ գնում այնտեղ, որտեղ ես չեն սպասում։ Լավ, եկեք սենց անենք։ Սակուր այդ պակյանը։ Մարդու պաշտպան գրասենյակ։ Փաստորեն գործող չեն։ Հա, օրվան խոսքում էլի, հա, օրվան խոսքում։ Բերեցի։ Վերցրու։ մտել են ինչ պաշտպանները կապ են հաստատում մի գրասենյակի հետ, տղաներին արդեն տեղափոխեցի Իսկ պաշտպանները կանգնած են դռան դիմաց քննչականի եւ դռները փակ է, պաշտպաններին էլ ներս չեն թողնում։ Քննչական վարչության դռները փակ է։ Սենց ապօրինություն չեմ պատկերացնում։ Երեխեքին տարել են, հիմա ինչ են ուզում անեն։ Եթե նրանք ունեն ներգրաված պաշտպանները ստեղ են եւ հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են տարել են ինչ անեն։ Երեխեքին տանեն, մշակեն, ճնշեն, ինչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն։ Այս կարգի ապօրինություններ կարելի է անել այս 18 տարեկանների հետ։ Ինչ ասեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ, լույսերը լավա վարվում էր, թե չէ կմտածեք, թե այս վարչությունը լուծարվել է արդեն,
Իսկ դուք եք։ Սա մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծն է։ Ես երևի թե սենց ձեր հետ զանգում եմ, էլի։ Ալի բարև ձեզ։ Փաստաբանից Լուսինե Մարտիրոսյանն է ձեր հետ խոսում։ Մենք նամակի Լուսինե Մարտիրոսյան փաստաբաններից։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս երկու օրը մի քանի ահազանգ ստացել է Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական գործով։ Հիմա ես ուզում եմ ձեր միջամտությունը արագ արձագանքման, նաև արձանագրել այս ապօրինությունը, որը որ առավոտից տեղի ունենում եւ միջոցներ ձեռնարկել սրա հետ կապված գնահատական տրվի, առավոտյան երեխաներին առանց հանձնմունք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետեւ ասեցին շտապա պետքա բերեն քաղաքի վարչություն, ժամը 11-ին պաշտպաններին ծանուցել են 11-ի համար, որ պաշտպանները լինեն քաղաքի վարչությունում, գործողության վարույթային։ Ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Երեխաները ներսում են։ Մենք մինչև այս պահը ներս չենք։ Երեխաները Քաղաքի վարչության շենքում, Պարուշ Սևակ 4։ Ես խնդրում եմ ձեր արագ միջամտությունը։ Մենք խոսում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին, ովքեր առավոտյան չեն էլ թողել հաց ուտեն, բերել են քաղաքի վարչություն, որ ինչ-որ շտապ գործողություն ունեն անելու։ Մինչև այս պահը պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Լուսինե Մարտիրոսյան։ Խնդրում եմ այս անգամ արագ արձագանքեք, չլինի այնպես, ինչպես բերման ենթարկելու օրը, երբ որ բոլոր գործողությունները ավարտվեց, նոր պաշտպանները կարողացան բարձրանալ իրենց մոտ։ Ես ես կխնդրեմ նշեք դերասած երեխաների Դավիթ եւ Միքայել Մինասյաններ։ Ալի Դավիթ եւ Միքայել։ Մինասյաններ, Այո, տարիքը կասեք, 18 տարեկան են։ Ձեզ մոտ արդեն մի քանի զանգ եղել է։ Քաղաքի վարչությունն էլ Պարուշ Սևակի 4 հասցեում է։ Կարծում եմ այսքան ինֆորմացիան բավարար է, ինչ որ արդեն գործողություն անելու։ Այո, ստեղ են, գիտեմ, ներսում են։ լավ, Տիկին Մարտիրոսյան, ես հիմա փոխանցեմ ձեզ անպատասխան վարչությունի զանգահարել, Լավ։ Իսկ հիմա բավարար էր, չէ՞, այն տեղեկատվությունը, որը որ արդեն պետքա լիներ գործողության գոնե սկիզբ։ Հիմա տեսանից առողջական վիճակը դա Մեքենայի միջով։ Չէ, կոմեք